Ռևոլյուցիա հաղորդման ժամանակ Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին, արդյոք ցանկանում է 2018 թվականին լինել վարչապետ։ Ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտ։ Եվ նույնքն հիմա եմ շարունակում մտածել։ Դեռևս հսկայական ժամանակ կա։ Իսկ ինչ էական է դա։ Արդյոք էական է։ Էական չի, չէ։ Մեր երկրում տեղի ունեցել քաղաքական պրոցես։ Ընտրություններ։ Մեր երկիր արդեն խորհրդարանական կառավարման երկիր է։ Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածությունը։ Եգիպտոսի իշխանությունները մշտապես պայքարում են Սինայի թերակղզում գործող տարբեր ահաբեկչական խմբավորումների դեմ, ասում է արաբագետ Հայկ Քոչարյանը։ Նա անդրադարձել է հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպին։ Անհայտ անձը հյուրանոցում հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, վիրավորվել էր նաև 2 հայ։ Այն հանգամանք, որ դա դանակով կատարված ահաբեկչություն է, խոսում է նաև նրա մասին, որ աշխատում են այդ ուժերը, բայց ոչ այդքան օգտավետ։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով Սևանի լրացուցիչ ջրառի հետ կապված տարբեր պատճառաբանություններից եւ ոչ մեկը հիմնավորված չէ։ Պատճառները մենք շատ լավ հասկանում ենք, որն են առաջին հերթին դա էլեկտրոէներգիա ուրեմն ստանալ եւ վաճառել այդ գումարը ստանալ, որը չնչին իմիջիալոց առանձնապես մեծ գումարը չպետք է լինի։ Երկրորդը դա կապուծարանները, որոնց ջուրը երևի պակասել է, որովհետև գյուղացիները չեն ստանալու այդ առանձնապես ջուրը։ Խորհրդարանում չեն կարող ազդեցություն ունենալ։ Խորհրդարանը միատար ընդունել է մի որոշում, որը որ ինքնին հասկանալի է, որ բոլորը ասեցին, որ մենք պարտադրված ենք ընդունել, ինչ է նշանակում ընդդիմությունը հայտարարի, մենք պարտադրված ենք ընդունել այդ որոշումը։ Փրկելու համար մեր գեղեցկուհուն պետք է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել։ Բնապահպանության նախարարությունը հակված է Սևանալճից նվազագույն ջրառ կատարելու, բայց գործող մեխանիզմներն առանձին բնապահպանական լուծումներ չեն դիտարկում, եթե դա համահունչ չէ սոցիալ-տնտեսական խնդիրներին, ասում է բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը, անդրադառնալով ազգային ժողովի ընդունած որոշմանը, որով այս տարի լճից 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն 270 միլիոն խորանարդ մետր ջուր բաց կթողնվի։ Էկո համակարգի տեսակետից իհարկե տատանումները լավ չեն բարձրանալու իջացնել տեսակետից, սակայն ես եւս մեկ անգամ ուզում եմ ասեմ, որ խնդիրը որպես այդպիսին առանձին Սևանի խնդիր չեմ դիտարկում, ընդ որում Սևանի խնդիրը ինքը նույնպես առանձնացված խնդիր չի, մենք ունենք խնդիր Սևամտնող գետերի ծավալների, Արփասևան թունելի ոռոգման համակարգի մաշվածության եւ սա շատ ավելի կոմպլեքս եւ մեծ խնդիր է։ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ 1 առաջին արևային համակարգային 55 մեգավատ հզորությամբ կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլին կմասնակցի 10 ընկերություն եւ կոնսորցիում։ Նախավորակավորման հայտերի տեխնիկական, ֆինանսական եւ իրավական գնահատման արդյունքում այդպիսի որոշում է կայացրել գնահատող հանձնաժողովը։ Նախապատվությունը կտրվի այն ընկերությանը կամ կոնսորցիումին, որը կներկայացնի ամենացածր եւ մրցունակ գնային առաջարկը։ Երկրորդ փուլի մրցույթը կհայտարարվի ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Թուրքական բանտից փախուստի դիմաց հրապարակախոս Սևան Նիշանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Կարծում եմ երկրի զգացմունքների թարգմանիչը դարձա։ 80 միլիոն բանտարկվածներ երազում են փախչել այդ գժանոցից, նշել է նա, ակնարկելով Թուրքիան, որի բնակչությունը մոտ 80 միլիոն է։ 2014-ին Սևան Նիշանյանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել իր սեփական այգում ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով։ Փախուստից հետո Սևան Նիշանյանի գտնվելու վայրն անհայտ է։ Մցխեթա Ստեփանցմինդալարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը նախատեսվում է փակել օրական մի քանի անգամ 2 ժամով, հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ, առավոտյան ժամը 7-ից երեկոյան ժամը 18 ընկած ժամանակահատվածում։ Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է Պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության եւ համակարգման ներքո։ Այդ ժամերին վրացական ռազմական ճանապարհ ՍՊԸ-ն ժայռեր մագլցողների միջոցով իրականացնում է ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրում, որի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես կանգնեցնել ավտոմեքենաների երթևեկությունը։
Սասնածռեր զինված խմբավորման գործողությունը ծայրահեղ քայլ էր, ըստ իրավապաշտպանների այդ ցույց տվեց, որ մեր երկրում քաղաքացիները կորցրել են բարեփոխումների հույսը։ Քաղաքակիրթ երկրներում այսպիսի բանը դժվար է պատկերացնել, եւ եթե այդպիսի բան լինի, ապա դա հասարակությունը չի ընդունի։ Զարմանալի չէր, որ բավական մեծ աջակցություն ստացավ սասնածռերի ապստամբության փորձը, սակայն իշխանությունները կարողացան իհարկե այն մարել։ ՊՊՑ գնդի մոտ հավաքված բազմաթիվ մարդիկ հույս ունեին, որ իշխանությունը այս իրավիճակից դասեր կքաղի ու կգնա բարեփոխումների։ Իշխանությունը դասեր քաղեց, բայց գնաց հակառակ ուղղությամբ։ Թույլ չտալ որևէ աննացանդության կետ, ջախջախել եւ ստանալ բացարձակ մեծամասնություն դեռ մի բան էլ ավելին։ Այսինքն իշխանության դասը եղավ ավելի խստացնել իրավիճակը եւ խեղդել ամեն մի բանի ընդդիմության փորձ։ Ինչքան էլ որ զինված ապստամբության քայլին սասնածռերի անդամները գնացին ճարահատյալ, բայց դա միակ ու լավագույն տարբերակը չէր, կարծում է փաստաբան Արա Ղազարյանը։ Անսպասելի էր, որ շատերը փաստորեն այն կարծիքին են, որ բռնությամբ կարելի է հասնել բարեփոխումների։ Մի բան, որը եւ իրավաբանությունը եւ մարդու իրավունքների տեսությունը ընդհանրապես մերժում են։ Հարձակվել, գրավել ոստիկանության գունդը եւ հույս ունենալ, որ դրանով երկիրը կբարեփոխվի, ես գտնում եմ, որ դա փակուղի է։ Սասնածռերի գործը հասել է դատարան, բայց ըստ էության այն դեռ չի կայացել։ Գործով արդար դատավարություն շատերը չեն ակնկալում։ Ցավալի է, որ դատական process-ի հենց սկզբում վատ վերաբերմունքի դեպքեր տեղի ունեցան եւ դեպքերը տեղի ունեցան դատարանի դահլիճում, այլ դատարանի շենքում, այսպես թե այնպես դա ստվեր է գցելու դատավարության հետագա ընթացքի վրա։ Սա նույնպես կապված է ընտրություններում իրենց արձանագրած ճակերտների մեջ հաջողության հետ, որ արդեն նրանք համարում են, որ միևնույն է արդեն հպատակված է հասարակությունը եւ պետք է նաեւ ի ցույց դնել այն մարդկանց, որոնք կփորձեն ընդդիմանալ, թե ինչպիսի վիճակ կստի։ Մենք կարող ենք նաև դատարանում մարդկանց հետ հաշվառդար տեսնել։ Իդեպ այսօր ոստիկանության բարեկապահական ծառայության գնդի տարածքում հուշաքար հուշարձան է բացվել ի պատիվ 1 տարի առաջ գնդի տարածքում զոհված 3 ոստիկանների։ 2016-ի հուլիսի 17-ի ամառային տաք առավոտյան մայրաքաղաքը արթնացավ սառը ցնցուղով։ Սասնածռեր անվանումով խմբավորման 31 անդամ գրավել էր Էրեբունու բարեկապահական ծառայության գունդը։ Արգելի ընկերներ, քաղաքացիներ, հայ ազգ, սվելա, ձեր համար ենք անում, ձեր համար գնացել ենք այս քայլին։ Տղաները հայտարարում էին, որ զինված ապստամբություն են սկսել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար, պահանջներից մյուսը Ժիրայր Սեֆիլյանին բանտից ազատելն էր։ Գունդը գրավելու ընթացքում տղաները սպանում են 2 ոստիկանի, պատանդ վերցնում Հայաստանի ոստիկանապետի տեղակալին եւ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Եթե ազատ չարձակեն կգնդակահարենք այն գեներալին ու գնդապետին։ Ազգային անվտանգության ծառայությունը սասնածռերի արածն անմիջապես որակում է ահաբեկչություն։ Դրանն է, որ ասայի համար մենք հանցագործներ ենք, առասարակ բռնապետության համար իր բռնապետությունը տապալելու ցանկություն ունեցող եւ այդ ցանկությունը իրագործելու քայլեր կատարող ցանկացած անձ ահաբեկիչ է, հանցագործ։ Սասնածռերի տղաները ՊՊՑ գունդը գրավելու առաջին օրերին շուրջօրյա ռեժիմով կապի մեջ են լրագրողների հետ։ Իշխանությունը սկսում է բանակցել նրանց հետ պատանդների ազատ արձակման ուղղությամբ։ Հաղթանակ կամ մահ հայտարարում են տղաները։ Որ գյուղ մտնես, որ քաղաք մտնես, մարդիկ եւ գալիս են շատ դժվարությամբ են լսում քաղաքական գործունեության մասին որևէ խոսակցություն եւ նրանք ասում են, այն չեք խոսում, պետքա զենք վերցնել։ Խորենացի փողոցի վրա հավաքվում են ծռերի արարքը ողջունող մարդիկ։ Ոստիկանությունը նրանց ձերբակալելիս շունչ քաշելու ժամանակ չունի։ Ժողովուրդը սակայն շարունակվում է հավաքվել եւ ավելի շատ։ Մինչ Խորենացիում մարդիկ հյուրասիրում են միմյանց, ծռերը բողոքում են սովից։ Ժողովուրդը մտածում է ոստիկանական պատը ճեղքելով տղաներին հաց հասցնելու մասին։ Ոստիկանությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները։ Պատը ճեղքելու փորձ ժողովուրդը ամենայն դեպս ձեռնարկում է։ Ոստիկանությունը շարունակում է զբաղվել ցուցարարներով։ Դուբինկով կամ քացով չհասկացակ։ Ոստիկաններն են խփել։ Հուլիսի 22-ին Սերժ Սարգսյանը որոշում է խոսել, նա սասնածռերի տղաներին ահաբեկիչ չեր ասի։ Զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն եւ իրենց սադրիչ գործողություններով
չվտանգել ուրիշների կյանքը։ Դաշնակցությունն ընդհակառակը տղաներին անվանում է ահաբեկիչներ, տեղի ունեցածը համեմատելով հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի հետ։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որակումներ չի տալիս։ Նա ասում է, որ խմբի հետ պետք է շարունակվեն բանակցությունները։ Հուլիսի 17-ից 6 օր հետո խումբը անհասանելի է դառնում լրագրողների համար, սակայն հաջորդ օրը հուլիսի 23-ին լրագրողներին թույլատրվում է մտնել ՊՊՑ գնդի տարածք։ Այստեղ պարզվում է, որ գնդի հրեշտակների զորամասը մինչև այս դեպքերը վատ չի կազմակերպել իր կյանքը։ Ցույց տամ, թե փոշմանենք։ Լրագրողների հետ հանդիպումը չի թեթևացնում ծռերի կյանքը, նրանք այլևս պատաններ չունեն եւ ոչ ոք նրանց պատանների դիմաց հաջորդ օրերին հաց չի տալիս։ Տղաները չունեն ոչ սնունդ, ոչ էլեկտրական հոսանք, ոչ բժշկական ծառայություն։ Ծռերն սկսում են բողոք իրենց գործողությունը, հրդեհում են իրենց հսկողության տակ գտնվող գնդի շարժական ունեցվածքը։ Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը գնդի տարածքում հնչում են կրակոցներ, վիրավորվում է 2 զինյալ։ 26-ի վաղառավոտյան Արթուր Սարգսյան անունով մի մարդ սնունդով բեռնված իր մեքենայով ներխուժում է գնդի տարածք։ Ժողովուրդն անմիջապես նրան կնքում է հաց բերող։ Հաջորդ գիշեր ՊՊՑ գնդի տարածքում շարունակվում են փոխհրաձգությունները։ Հանձնվում է զինյալներից մեկը, ոտքից վիրավորվում են Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին Արամը։ ՊՊՑ գնդի տարածքում մի քանի վիրավոր զինյալ կա, նրանց օգնության շտապած բժիշկները դառնում են պատանդ։ Հաջորդ օրերին ոստիկանությունն նորը ցերեկով ցուցարարներից մաքրում է Խորենացի փողոցը։ Իրանք ոչ մի իրավական հիմքեր չունեն ինձ տանելու։ Հավաքի նոր վայր է դառնում Ազատության հրապարակը։ Մարդիկ այստեղից շարժվում են Խորենացի փողոց, որտեղ նրանց սպասում է ոստիկանությունը։ Ոստիկանը դարձել է հրոսակ։ Հենց հուլիսի 29-ին են տեղի ունենում ոստիկանության անկառավարելի գործողությունները Սարիթաղում, դրանք ղեկավարում էր փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։ Հուլիսի 30-ին ըստ ոստիկանության ՊՊՑ գնդի տարածքից արձակված կրակոցից սպանվում է 3-րդ ոստիկանը։ Հաջորդ օրը գնդի տարածքում մնացած զինյալները հանձնվում են իրավապահներին։ Հայաստանն առաջին անգամ այդ օրը դեմքով է ճանաչում հաց բերողին, որն արդեն հերոս էր։ Կրթօջախի 6 տնօրեն հրաժարվել է իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացված հայցից։ Այսօր Աջափնյակ եւ Դավիթ Հաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանում հայցից հրաժարվեց թիվ 17 դպրոցի տնօրեն Լիլիթ Թևանյանը։ Դպրոցի տնօրենը եւ նրա ներկայացուցիչը ներկա չէին նիստին։ Դատարանը թիվ 17 դպրոցի տնօրեն Լիլիթ Թևանյանի հայցով որոշումը կհրապարակի հուլիսի 21-ին։ Ըստ էության հասկացել էին գործերի անհեռանկարությունը։ Հասկացել էին, որ գործերը իրենք պարտվելու են։ Եվ դրա մասին խոսում էր մի փաստ, քանի որ մենք որևիցե մեկին չէինք զրպարտել։ 30 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ դիմել էին դատարան, համարելով, որ իրազեկ քաղաքացիների միավորումն ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց։ Խորհրդարանական ընտրություններից առաջ իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունը ձայնագրություն էր հրապարակել, որով պարզ էր դառնում, որ տնօրենները ձայներ են հավաքագրել ՀՀԿ-ի օգտին։ Իոաննիսյանը կարծում է, որ դատավարությունը ավելի էր բարդացնելու իրավիճակը։ Սաստեյության ստիպեց հայցվորներին կամ հայցվորներին խորհուրդ տվող անձանց, իսկ մենք համարը վստահ ենք, որ այդ անձինք կան նորից մտածել, թե արդյոք արժի այս գործերով գնալ։ Եվ վերջին փաստը նաև, որ բոլոր նիստերին բոլորը հիշելու էին այդ պատմությունը, բոլորը հիշելու էին ուրեմն այն փաստը, որ տնօրենները ցուցակագրում էին, բոլորը հիշելու էին ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր եւ այլն, Սա էլ իշխանությունների համար ամենահաճելի սցենարը չէր մեղմ ասած։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավարը կարծում է, որ բոլոր տնօրեններն էլ հրաժարվելու են հայցի։ Հավանական է, որ բոլոր 30-ն, ինչպես բոլոր 30-ը միասին, նույն փաստաբանական գրասենյակի միջոցով, նույն օրերին, նույն բովանդակ հայցադիմներով, նույն պահանջներով, նույն պատասխանողներով հայցադիմներ էին ներկայացրել։ Հիշեցնենք, որ 30 հայցվոր տնօրենները պահանջում էին հերքել հրապարակված տեղեկությունները եւ վճարել բարոյական վնասի փոխհատուցում մոտ 65 միլիոն դրամ։ Փաստաբանների դպրոցի լսարաններից մեկն անվանակոչվեց փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի անունով։ 1 տարի առաջ կյանքից անժամանակ հեռացած փաստաբանի ավանդը անհնար է թերագնահատել։ Տիգրան Տեր-Եսայանի անվան հետ կարելի է կապել համարձակություն ածականը, իրոք նա համարձակ փաստաբան էր եւ 2003-2008 այդ թվականների ընթացքում
շատ մեծ ակտիվ պաշտպանական գործունեություններ իրականացնում, մասնավորապես ես հիշում եմ, որ նրա մասնագիտական աջակցության եւ մասնակցության արդյունքում եվրոպական դատարան գնացին շատ գործեր, երբ որ վարչական կալանավորում են կիրառում ցույցերին մասնակցող անձանց նկատմամբ, եւ վերջը եվրոպական դատարանն ասեց, որ դա ապօրինի է այդ կալանավորումը այդ ընթացակարգով։ 2000-ականների սկզբին Տիգրան Տեր-Եսայանը ստեղծեց փաստաբանների միջազգային միությունը, որը դարձավ բազմաթիվ ճանաչված ու հաջողակ փաստաբանների առաջին քայլերի դպրոցը։ Ես 10 տարի շուրջ փաստաբան եմ եղել եւ հենց առաջի քայլերը կատարել եմ այդ միության ներքո եւ առաջի քայլերը հենց եղել են այդ ոճի մեջ, որ պայքարը պետք է տանել եւ պայքարը ունենում է հաղթանակ։ Որքան նվիրված ու պարտաճանաչ էր նա իր գործում, նույնքան էլ պատասխանատու էր նաեւ ընտանիքում։ Ես ընդունում էի նրան այնպես, ինչպեսին ինքը կա։ Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի ամենահայտնի գործը 2002 թվականին եթերազրկված Ամեկ+ հեռուստաընկերության շահերի պաշտպանությունն էր, ընդհուպ մինչև Եվրադատարան, իսկ վերջին շրջանում նա պաշտպանում էր Նոր Քմարաշուն վնասազերծված հանցախմբի գործով մեղադրյալ պաշտպանության նախկին նախարարի տեղակալ Վահան Շիրխանյանի շահերը, որը ցավոք մնաց կիսատ փաստաբանի անժամանակ մահվան պատճառով։ Սևանի ջրի մակարդակի բարձրացման արդյունքում ափամերձ տարածքում առաջացած շինաղբը կարող է օգտագործվել որպես հումք։ Մի խումբ երիտասարդ ճարտարապետներ լուծումներ են գտել շինաղբի արդյունավետ օգտագործման համար։ Երիտասարդ ճարտարապետները իրենց մտահղացումները իրականացնելու համար հուլիսի առաջին կեսին հավաքվել էին Սևանում։ Բաժանվելով 8 խմբի, նրանք ներկայացրել էին նորարարական նախագծեր, որոնք ներկայացվեցին Ալեքսանդր Թամանյանի թանգարանի ցուցասրահում։ Մի խումբ օրինակ օգտագործել է կոնտեյներները, դրանցով է լուծում մտածել, մնալու տեղերը ժամանակավոր երկու կոնտեյների ինչ որ ձև դասավորությամբ ստեղծել են երկու հարկանի քոթեջներ, որոնք հեշտ է հանել եւ տեղափոխել ուր որ ուզենաս։ Նախագծերը արվել են սեղմ ժամկետներում 3-ից 3.5 օրվա ընթացքում։ Առաջին մրցանակի արժանացան 3 մասնակից։ Նրանցից մեկը Լիբանանից ժամանած Փայլիկ Միքայելյանն էր։ Մեզի կներացներ, որ Սևանի շուրջը public space-ից չկա եւ ամեն մեկ լճապ զատ մասերը եւ թուն չես կարող երթալ եւ լճապին քալել եւ public spaces ունենալ։ Յետևը մենք ունեինք հյուրանոցը, արջևը պլատֆորմ ունեինք, որ վրան կար ռեստորաններ, կաֆեներ եւ այլն, եւ դագը պլատֆորմին դագը նորեն կար կաֆեներ եւ այլն ավազի վրա։ Երբ որ ջուրը բարձրանա 6 մետր, ինքը հարթակը բարձր է 6 մետր ավազեն։ Եվ որ ջուրը բարձրանա կհասնի հարթակին, հա, եւ այդ դագի աբագիա կաֆեները գլան ջուրի դագ արդեն եւ ակվարիումի պես թանկարան մգունենանք, որ կբատմե Սևանի պատմությունը։ Հայ երիտասարդ ճարտարապետների զարգացման միությունը հետամուտ է լինելու, որպեսզի հաղթող նախագծերը իրականություն դառնան։ Դրա համար պետք է գտնեն ներդրողներ։ Սևանի նախկին գլխավոր ճարտարապետ Կարեն Բաբայանը արդեն տվել է իր համաձայնությունը իրեն պատկանող լողափում իրականացնելու այդ նախագծերից որևէ մեկը։ Թումո դիլիջան կենտրոնում անցկացվում է իրենց կարևորագույն միջոցառումներից մեկը՝ ուսանողների աշխատանքների տարեկան ներկայացումը, պորտֆոլիոն։ Կարող տեսնել իրենց կողմից ստեղծված ֆիլմերը, կայքերը, խաղերը, ինչպես նաև անիմացիաները, լուսանկարները եւ այլ աշխատանքներ։ Ամեն տարի մենք ավելի շատ բաներ ունենք ցույց տալու, մեր ուսանողներն ավելի շատ ու ավելի լավ աշխատանքներ են ունենում։ Թումոն ունի 4 կենտրոններ՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ստեփանակերտում։ 5-րդ կենտրոնն էլ շուտով կբացվի Կողբում։ Եթե մենք ունենք առաջ ունենք 9 հմտություն, հիմա ունենք 10 հմտություն, որոնց բնականաբար եւ դրանց հետ կապված դասընթացներն ավելի շատ ուսանողներն են շատանում։ Թումո դիլիջան կենտրոնում կարելի էր լսել ուսանողների մշակած էլեկտրոնային երաժշտությունը։ Երկամսյա աշխատանքից հետո Արսեն Մինասյանը ռեմիքս է արել Գետաշեն երգը։ Շատ եմ սիրում այդ երգը եւ անձամբ իմ երաժշտական գործիքով շեփորով կարողանում եմ նվագել այդ երգը։ Զավեն Ճաղարյանին անիմացիոն արվեստն է գրավում, դրա համար էլ հաճախում է Թումո։ Ինքը ալմորակային էր, մտածել է տենց միաճկանի, տենց հետաքրքիր կերպար, որ քայլեր, մեր խնդիրը այն էր, որ կերպարին քայլացնեին։ Ուսանողները ներկայացրին նաև իրենց ֆիլմերը, որոնք տարբեր թեմաներով էին։ Տատիկի պատմությունը Ղարաբաղում ապրուց եղել, հետո թուրքերի կռվի ժամանակ փախել են եւ եկել են հովքում են հաստատվել, կարելի ասած գաղթի ճանապարհին է մեծացել եւ երբ նա արդեն ունեցել է որդիները, նրանք բոլորը նրանից հեռացել են եւ նա
միայնակ է ապրում հիմա։ Եվ նա հիմա միակ հավատարիմ ընկերը իր հողն է։ Հուսեյն Յուսուփչու էի նկարել, ով հիմա 80 տարեկան է, 60 տարի աշխատել է Դիլիջանի համարյա բոլոր դպրոցներում, ինքը ոնց է իր այդ թորնիկներին հիմա դաս սովորացնում ու ինչեր է պատմում իր աշխատանքային տարիների մասին։ Թումո Դիլիջան կենտրոնն ունի 400 ուսանող, նրանց թիվը գնալով աճում է։ Ուսանողները ոչ միայն Դիլիջանից են, այլ նաև հարակից գյուղերից։ Այստեղ սովորում են նաև Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի ուսանողները։ Շաբաթ առավոտ դիլիջանցիները անակնկալի էին եկել բարձր էլեկտրոնային երաժշտությունից, քաղաքում առաջին անգամ անցկացվում էր երաժշտական փառատոնը։ Դիլիջան քաղաքը ունենա իրենց երաժշտական ինչ-որ միջոցառումը, վառ ինչ-որ մի բան, որպեսզի քաղաքում ակտիվ ինչ-որ բաներ տեղի ունենան, նմանատիպ միջոցառումներ ինչ-որ լինում են համարյա ամեն օր մայրաքաղաքում, իսկ Դիլիջանում նմանատիպ միջոցառումներ չեն լինում։ Մինչև ուշ երեկո նոն-ստոպ ռեժիմով դիլիջանցիների եւ Երևանից ավտոբուսներով այստեղ տեղափոխված մասնակիցների համար նվագեցին 12 դիջեյ Հայաստանից եւ Ռուսաստանից։ Ռուս դիջեյը առաջին անգամ էր Հայաստանում ու տպավորված է ոչ միայն հայկական հյուրասիրությունից եւ ընդունելությունից, այլև դեմ չէր ամուսնանալ հայի հետ։ Потому что армянский мужчины темпераментные, очень жесткие. Так что если кто-то хочет меня забрать замуж, пишите. Փառատոնը անցկացվեց Դիլիջանի այսօր արդեն չգործող Իմպուլս գործարանի կիսավեր տարածքում։ Իմպուլս գործարանը նախկինում եղել է կապի գործարան շատ հայտնի մասշտաբային ու ինքը այս պահին կապում է Դիլիջանը մայրաքաղաքին ու միջազգային դպրոցին։ Հանգստյան օրերին հաջորդ գունեղ միջոցառումը տեղի ունեցավ արդեն մայրաքաղաքում Երևան Color-Run 2017-ը։ Հանրապետության հրապարակից վաղ առավոտյան քաղաքացիները կտրեցին 5 կիլոմետրանոց վազքուղին առաջինը տեղ հասնելու ակնկալիքով։ Ինձ էմոցիաներն են կարևոր ու ես ստացա դա։ Արդեն երրորդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է հատկապես երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, զարգացնել վազքի եւ զանգվածային սպորտի մշակույթը։ Մենք այսօր մեր օրինակով, ներդրական օրինակով ցույց ենք տալիս ինչքան կարևոր է առողջ ապրելակերպով ապրելը եւ դրական զգացողություններով լցվելը։ Կեսն ասում են ինչ-որ հնդկական մոտիվացիաներով, հնդկական ուղղակի երևի էս գույներն առհասարակ ու վերջ, մնացածը կապված էր սպորտի հետ, որը շատ ողջունելի է։ Երաժշտական գունազարդայս հրավառությանը մասնակցեց նաև ուկրաինական X Factor շոուի հաղթող երգիչ Սևակ Խանաղյանը։ Թեև նա դեմ էր, սակայն դրան Երևան Color-Run-ի մասնակիցները եւս գունազարդեցին փոշեներկերով։ Միջոցառումից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է անվճար մարզվելու համար Երևանի կենտրոնում Street Workout մասնագիտացված մարզահրապարակի եւ Թերեզա Մխիթարյանի կյանքի ճանապարհ բարեգործական ծրագրի շրջանակում Իջևան-Բերդ 34 կիլոմետր ճանապարհի կառուցմանը։